Բարի օր արգելի հետևորդներ, եթերում է ABC լուրերն է, ես Գարնի Մութաֆյանն եմ, կարևորը նախամարոտ։ Կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիները, ինչ է հայտնի։ Նիկոլ Փաշինյանը երկու հայց է ներկայացրել գործարար Սամվել Կարապետյանի և Ուժեղ Հայաստան կուսակցության դեմ։ Ռուս-ուկրաինական պատերազմից մերձավոր արևելք պաշտպանական ծախսերից տարածաշրջանային ազդեցության նոր գոտիներ, ինչ հարցեր են քննարկվելու փակ դռների հետևում և ինչու է այս գագաթնաժողովը կարևոր նաև Հայաստանի համար։ Մինչ գնորդները հերթ են կանգնում էժան համար, ջերմոցային տնտեսություններում հաշվում են վնասները, ինչու են վարդերը հայտնվել սուպերմարկետներում գրեթե ինքնարժեքից ցածր գնով, ուր կորան խոստացված արտահանման շուկաները և եվրոպական ուղղությունը կարող է փոխարինել ռուսականին։ Հորդառը, Տանձրևն ու Կարկուտը հեղեղումներ են առաջացրել Գյումրիում, քաղաքի որոշ հատվածներում երթևեկությունը մի քանի ժամ դժվար անցանելի է եղել, իսկ հեղեղումների հետևանքով ջուրը լցվել է խանութներ։ Կարկուտը խոշոր վնասներ է պատճառել, դիտենք կադրերը առանց մեկնաբանության։ Գյումրի Նայեք խանութի մեջը ջրագին նայեք Եթե Գյումրիում Կարկուտն է վնասներ պատճառել, ապա ծաղկի շուկայի վնասները ռուսական սահմանափակումներն են։ Այս օրերին միլիոն կարմիր վարդեր գնելու համար կարիք չկա տունը վաճառել, ինչպես հայտնի երգի հերոսն արեց։ Ռուսական շուկայի սահմանափակումներից հետո ծաղկի շուկան հայտնվել է նոր իրականության մեջ, որտեղ արտահանման մասին հայտարարությունները դեռ չեն վերածվել կայուն վաճառքի, իսկ ջերմոցներում աճեցված հազարավոր վարդեր հաճախ ավելի արագ են էժանանում, քան հասցնում են գնորդ գտնել։ Մի կողմում գնորդներն են, որոնք հազվադեպ հնարավորություն են ստացել ծաղիկ գնել անսովոր ցածր գնով, իսկ մյուս կողմում արտադրողները, որոնց համար այդ նույն գինը նշանակում է վնաս, չիրացված ապրանք և անորոշ ապագա։ Թեման ուսումնասիրել է Անահիտ Սարգսյանը։ Վարդերի գինը շեշտակի իջել է։ Սիթիում իրարանցում է, գնորդները շատ են, կրպակների տերերը գոհ են, ստորգետնյա անցումների ծաղկավաճառները նույնպես։ Շուկայից էժան են գնում, վաճառում, դե իսկ սպառողները առավել ևս։ Սակայն ինչ վերաբերում է խոշոր ջերմոցատերերին, պատկերը բոլորովին այլ է։
Վարդերի գինը նվազել է իհարկե, մենակ ներքին շուկայում իրացնելով դա բնականաբար, եթե 10%-ն ենք իրացնում, 90% արտահանում ենք, բնական է 90% հիմա խոտանվում են հանրապես իրացում գոյություն չունի։ Եղած իրացումն է ներքին շուկայում, այո, 30 դրամ, 50 դրամով իրացում է կատարվում, որը ոչինչ արժեքի չգիտեմ, որ երբ հաստահանվում դա։ Ռոսֆիլդը, որը շուրջ 5 հեկտար ջերմոցային տնտեսություն ունի, այժմ կանգնած է մեծ խնդրի առջև։ Արտաքին շուկայում պարզապես չկա իրացում, չնայած էկոնոմիկայի նախարարության այն հայտարարությանը, որ վարդերի խմբաքանակն արդեն Լատվիա է գնում։ Մինչդեռ Ռոստելխոզնադզորի սահմանափակումներից հետո դեռևս 2 շաբաթ առաջ էր էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել, որ շուտով կլուծվեն խնդիրները։ Չեմ բացառում, որ կան հայաստանյան որոշ ուժեր, որոնք փորձում են որոշակիորեն այնպեսի իրավիճակ ստեղծել, որ հայ արտադրողները, հայ ֆերմերները Ռուսաստանի Դաշնությունում խնդիրների առաջ կանգնեն։ Մենք այդպիսի տեղեկատվություններ պարբերաբար ստանում ենք, բայց նաև զուգահեռ կարողանում ենք այդ խնդիրները լուծել։ Այս հայտարարությունից որոշ ժամանակ անց, հունիսի 4-ին, Հայաստանից 5500 վարդ է արտահանվել եվրոպական երկրներ, մասնավորապես Լատվիա։ Սակայն կարծես թե այս ամենից այնքան էլ չեն շահել մեծ արտադրողները։ Ընկերության տնօրենը նշում է, 5500-ը չնչին թիվ է։ Չեղել նման բան, այսինքն եղել է մի փոքր բականակ 10000 դրամ, որը մի ջերմոցի մի օրվա արտադրանքի 20%-ն է։ Պատկերացրեք, Հայաստանում կա մոտ 150 հեկտար ծաղկի ջերմոց, որից ասենք մի ջերմոցի արտադրանքի մի 20%-ը մի օրվա արտադրանքի 20%-ը փորձում է արտահանել փորձնական նմուշ, որը էլ չի կատարվել, դա ուղղակի PR որպես օգտագործել են ու վերջացել է։ Ներքին շուկայում վարդերն իրացվում են 30-ից 50 դրամով, որն ինքնարժեքի շատ փոքր տոկոսն է կազմում։ Ստիպված թափում ենք ապրանքը, կարելի է տենց ասել, ոչ թե իրացնում։ Դա իրացում չի կոչվում։ Մենք ես ասեցի 10-15% իրացնում այդ գներով, մնացածը թափվում է, ուղղակի խոտանվում է։ Ընկերության տնօրենը նշում է, ծանոթ տնտեսվարողներն էլ են նույն վիճակում։ Ապրանքը խոտանվում է, վնաս են կրում։ Ինչ վերաբերում է սուբսիդավորմանը, ապա արտադրողը բացատրում է, որ աջակցությունից կարող են օգտվել սահմանափակ թվով ընկերություններ, այն էլ նրանք, որոնք պարտադիր արտահանում են արել եվրոպական որևէ երկիր։ Արտահանումից հետո, եթե ներկայացնում ես, որ արտահանել ես Եվրոպա եվրոպական որևէ երկիր, արտահանած ամեն ծաղիկի համար տրամադրում է կարծեմ մի 30 քանի դրամ, 37 դրամ սուբսիդիա։ Նշված աջակցությունը չի փոխհատուցում նույնիսկ լոգիստիկայի ծախսի 30-ից 40%-ը։ Իսկ Ռուսաստանի Դաշնություն արտահանումը շատ ավելի էժան գնով է հնարավոր եղել կազմակերպել, բացի այդ արտահանել հնարավոր չէ, ասում է արտադրողը։ Էլ ինչ փոխհատուցման մասին է խոսքը։ Դեռևս 3 էին Երևան City-ում հայտնվել 1000-ից 1500 դրամանոց վարդերի փնջեր, որոնք սպառվել են կայծակնային արագությամբ։ Այսօր խոսեցինք City-ի մասնաճյուղերից մեկի տնօրենի հետ։ Ասաց սպառվել են բոլոր վարդերը, կլինի նոր խմբաքանակ թե ոչ, հայտնի չէ։ Սակայն խոշոր տնտեսվարողներից մեկն է էժան գնով իրացրել վարդերը։ Ասում են ծաղկի կրպակների վաճառողները։ Իսկ Երևան City-ից ասացին, որ չեն կարող ինֆորմացիա տրամադրել, թե որ արտադրողից են գնել վարդերը։ Իսկ էկոնոմիկայի նախարարությունից ասացին, տեղյակ չեն, թե ինչպես են City-ում նման գնով փնջեր հայտնվել։ Ասում են, իրենք շարունակում են արտահանումը եվրոպական երկրներ, ինչ վերաբերում է գնի նվազմանը, ապա դրանից միգուցե կտուժեն անհատ ձեռներեցները։ Անահիտ Սարգսյան, Էդիկ Մալաքյան, Անդրանիկ Մանսուրյան, ABC Media։ Մեկ այլ միջադեպ է տեղի ունեցել Գյումրիում, կոտրել են քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու Գեղցոն ժամի պատոհանների ապակիները։ Ըստ տեղեկությունների դեպքը տեղի է ունեցել ընտրության նախորդ օրը, հունիսի 6-ին։ Իսկ քաղաքական դաշտը դեռևս հաշվարկների փուլում է։ Վերջին 2 օրերի վերահաշվարկների արդյունքում Բարգավաճ Հայաստան կուսակցության օգտին արդեն ավելացել է 140 ձայն։ Բարգավաճ Հայաստան կուսակցության մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը հայտարարել է, որ սա նշանակում է, որ առնվազն 140 քաղաքացու ընտրական իրավունք իրացվում է եւ նրանց քվեն արդարացիորեն արտացոլվելու է ընտրության վերջնարդյունքում։ Նրա խոսքով քվեների վերականգնումն այս պահին ընթացքի մեջ է։ Տարբեր ընտրատեղամասներում հաշվարկը շարունակվում է եւ տվյալները վկայում են այն մասին, որ գործնականում եւ առողջ բանականության շրջանակում չկա որևէ խոչընդոտ, որ կխանգարի ԲՀԿ-ին լինել ազգային ժողովում։
Իսկ իշխող ուժի համար կառավարություն ձևավորելու համար ձայները բավական եղան, բայց ամեն ինչ որոշելու համար ոչ։ Ընտրության նախնական արդյունքը ցույց է տալիս, որ քաղաքացիական պայմանագիրը պահպանել է իշխանությունը, սակայն չի ստացել այն քաղաքական ռեսուրսը, որը թույլ կտար առանց խոչընդոտների փոխել երկրի հիմնական օրենքը կամ միանձնյալ լուծել որոշ առանցքային պետական նշանակումներ։ Ինչ է փոխվում այս վիճակում եւ որ որոշումներն են այսուհետև դուրս մնում իշխանության միանձնյա վերահսկողությունից, Սեդա Մակարյանի ռեպորտաժում։ Մեր պլանը այն է, որ մենք ունենանք մեր ցանկությունը, այն է եւ քաղաքական ծրագիրը այն է, որ մենք ունենանք սահմանադրական մեծամասնություն։ Նիկոլ Փաշինյանի գլխավոր քաղաքական նպատակներից մեկը ազգային ժողովում սահմանադրական մեծամասնություն ապահովելը առայժմ չի իրականացել։ Նախնական արդյունքների համաձայն քաղաքացիական պայմանագիրը պահպանել է կառավարություն ձևավորելու հնարավորությունը, սակայն չի ստացել այնքան մանդատ, որ թույլ կտար առանց այլ քաղաքական ուժերի աջակցության ընդունել սահմանադրությանը եւ մի շարք առանցքային պետական ինստիտուտներին առնչվող որոշումներ։ Ընդդիմությունը պնդում է, որ իր օգտին տրված հազարավոր ձայներ չեն արտացոլվել ԿԸՀ պաշտոնական արձանագրություններում, որպիսի կողացված ձայներով ՔՊ-ն փորձի վերցնել սահմանադրական մեծամասնությունը։ Ըստ նրանց, հենց այդ տրամաբանությամբ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 8-ին հայտարարեց, թե ԲՀԿ-ն չի անցնում խորհրդարան։ Գրեթե բոլոր ընդդիմադիր կուսակցությունները, որոնք մասնակցում էին ընտրության, բացառությամբ իհարկե նեոնիկոլական կամ տենց իրենց սատելիտ կուսակցությունների, որոնք ըստ էության ոչ մի բանով չեն տարբերվում այս իշխող կուսակցությունից, բոլորը ըստ էության ամեն մեկ իր ամասով այնպիսի խայտառակ իրավիճակի են առնչվել, որ իրենց ձայները կամ չեն հաշվարկվել, կամ հաշվարկվել են օրինակ թերթիկներում վերջնական, բայց ԿԸ-ում չեն արտացոլվել։ Իսկ ինչու է իշխանության համար այդքան կարևոր սահմանադրական մեծամասնությունը, երբ գործող արդյունքներով այդուամենայնիվ հնարավոր է ձևավորել կառավարություն։ Եթե վերահաշվարկի շնորհիվ վերականգնվեն ԲՀԿ-ի ձայներն, ապա իշխանությունը չի կարողանալու ազգային ժողովում ընդունել մի շարք կարևորագույն որոշումներ, օրինակ ազգային ժողովի կանոնակարգ, չի կարողանալու փոփոխություններ անել օրենսգրքում, չի կարողանալու անցկացնել հանրաքվե, նշանակել ԲԴԽ դատավորներ, գլխավոր դատախազ, մարդու իրավունքների պաշտպան, ԿԸՀ կազմ, կենտրոնական բանկի նախագահ, սահմանադրական դատարանի նախագահ կամ դատավոր եւ վերջապես չի կարող ոչինչ փոխել սահմանադրությունում։ Իշխանության ներկայացուցիչները հարցին, թե ինչպես են դուրս գալու ստեղծված իրավիճակից, հստակ պատասխան չեն տալիս։ Արդարադատության նախարարը միայն նշել է, թե ժողովուրդն իրավունք ունի հանրաքվե անցկացնել։ Իրականում 2/3 պահանջը այս պահին սահմանված է սահմանադրությամբ, բայց հանրաքվեի իրավունքն էլ անմիջական իրավունք է, որը ժողովուրդը ունի։ Սա ուղղակի ասեմ, ու փակենք այսօրվա քննարկումը, մյուս հարցերը թողնելով ապագային։ Ընտրության վերջնական պատկերը կարող է որոշակիորեն փոխվել վերահաշվարկների արդյունքում եւ արդեն ակնհայտ է, որ նոր խորհրդարանում իշխանության դիրքերը նախկինի պես անսահմանափակ չեն լինելու։ Իրապես իշխանությունը բախվում է շատ մեծ բարդությունների, դժվարությունների հետ, որովհետև այսօրվա կտրվածքով, եթե մենք ելնում ենք նրանից, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը մտնում է խորհրդարան, ԿՊ-ն ունենալու է ընդամենը 60 ձայն։ 3/5 մեծամասնությունը պետք է առնվազն լինի 63, եւ եթե ԿՊ-ն ունի 63 ձայն, ինքը չի կարող որ փոփոխություն կատարել։ Սահմանադրական մեծամասնության բացակայությունը քաղաքական համակարգում ստեղծում է նոր իրավիճակ։ Ամեն ինչին է, ամբողջ քաղաքականությանն է դեմ հայ ժողովուրդը։ Թամենը ընդդիմության այն ուժերը, որոնք մասնակցել են ընտրություններին, պետք է իրենց հստակ դիրքորոշումը հայտնեն, դա էլ ուշացնում են եւ շատ սխալ են անում։ Եվ հայտնի չէ, թե դեռ ինչ որոշում են ընդունել։ Նույն գնահատականն է հնչեցնում նաև Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։ Նրա կարծիքով ընտրողները իշխանությանը չեն տրամադրել այնպիսի քաղաքական լիազորություն, որը թույլ կտա միանձնյա կերպով առաջ տանել ամենազգայուն եւ հակասական նախաձեռնությունները։ Չունեն մանդատ հանրություն փոխելու, չունեն մանդատ հայ առաքելության իրականացման որևէ ոդություն, չունեն մանդատ Հայաստանի զարգացման ամբողջականությունը խախտելու։ Սա կարևոր հանգամանք է, եկեք արձանագրենք եւ ես ոչ եմ անում բոլորին, որ մենք իսկապես դիմացրենք այն պետական ոդությունները, որ իշխանությունները բարտավորվել են, խոստացել են, որ պետք է անեն, ուղղակի դա թույլ չտան։ Իսկ քաղաքագետի համոզմամբ քաղաքացիները քվեարկել են այնպես, որ երկրում պահպանվեն քաղաքական հակակշիռն ու զսպման մեխանիզմները։ Պետք է ֆիքսել այդ խորհրդարանի եւ այս ընտրությունների
ոչ լեգիտիմ լինելը, դա պետք է ֆիքսեն այն ընդդիմադիր ուժերը, որոնք մասնակցել են ընտրություններին եւ անցել են խորհրդարան հատկապես դրան։ Հատկանշական է, որ վերահաշվարկը դեռ շարունակվում է, ընտրական վեճերը նույնպես։ Սակայն արդեն այսօր քաղաքական դաշտում նկատելի է մեկ կարևոր իրողություն, անկախ վերջնական թվերից առաջիկա խորհրդարանական կյանքը կարող է լինել ոչ թե մեկ ուժի անսահմանափակ գերակայության, այլ քաղաքական հակակշիռների եւ փոխադարձ զսպումների շրջան, որովհետեւ երբ խորհրդարանում չկա սահմանադրական մեծամասնություն, ամենակարևոր որոշումների ճանապարհը դառնում է ավելի երկար, ավելի բարդ եւ ավելի քաղաքական։ Սեդա Մակարյան, Սամվել Իսրայելյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Այս գործընթացին զուգահեռ տեղի են ունենում աշխարհաքաղաքական լուրջ պրոցեսներ։ Երբ աշխարհի ամենահզոր ռազմական դաշինքը հավաքվում է մեկ սեղանի շուրջ, քննարկվում են ոչ միայն պատերազմներն ու անվտանգության սպառնալիքները, այլև ապագա ազդեցության քարտեզները։ Այս անգամ այդ քննարկումների կենտրոնում Անկարան է։ ՆԱՏՕ գագաթնաժողովը Թուրքիային հնարավորություն է տալիս հանդես գալ ոչ միայն որպես հյուրընկալող երկիր, այլև որպես տարածաշրջանային առանցքային դերակատար։ Ինչ հարցեր են որոշվելու այս հանդիպումներում եւ ինչպես կարող են դրանք անդրադառնալ Հարավային Կովկասի ու Հայաստանի վրա, Սեդա Կյուրեղյանի ռեպորտաժում։ Հուլիսի 7-ից 8-ը Թուրքիայի մայրաքաղաքում կհավաքվեն ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարները եւ 6000-ից ավելի ներկայացուցիչներ։ Գագաթնաժողովի օրակարգը ծանր է՝ ռուս-ուկրաինական պատերազմ, լարված իրավիճակ Մերձավոր Արևելքում, իսկ դաշինքի ներսում շարունակում են տարաձայնությունները պաշտպանական ծախսերի եւ անվտանգային մտահոգիչ խնդիրների շուրջ։ Կարևոր է այսպես ասենք, ոչ այնքան տեղն է, ինչքան այն թեմաները, որոնք քննարկվել են, որտեղ կա կարծիք, որ սա ինչ-որ առումով կարող է վճռորոշ լինել, այն առումով կմնա արդյոք Միացյալ Նահանգների ՆԱՏՕ-ում, դուրս կգա ՆԱՏՕ-ից կամ կսկսի ՆԱՏՕ-ի ձևափոխում եւ այլն, այսինքն սա ինչ-որ առումով շատ վճռական գագաթնաժողով է լինել։ Թուրքիայի նշանակությունն այս փուլում իր մաքսիմումին է հասնելու, հավելում է փորձագետը։ Պատահական չէ, որ դաշինքի կանգառն այս տարի հենց Անկարան է։ Թուրքիան ՆԱՏՕ-ի հարավային դարպասն է։ Սևծովից մինչև Մերձավոր Արևելք, Իրանի շուրջ զարգացումներից մինչև էներգետիկ ու տրանսպորտային միջանցքներ, Թուրքիան շարունակում է մնալ դաշինքի կարևոր գործընկերներից մեկը։ ՆԱՏՕ-ն փորձում է այսպեսով նաև Թուրքիային պահի իր արևմտյան ուղեծրում եւ այնպես չլինի, որ Թուրքիան փորձի նաև դուրս գա արևմտյան ուղեծրից, նաև այսպեսով փորձում է նաև Թուրքիային սահմանափակել, որովհետև ՆԱՏՕ-ն Ամերիկայի գլխավորությամբ նաև չի ցանկանում, որ իր կազմում ավտոնոմ այլ երկիր, ավտոնոմ եւ կոպիտ ասած ասենք ճակերտյալ ինքնագլուխ գործունեություններ ծավալի։ Սակայն գագաթնաժողովը միայն ՆԱՏՕ-ի օրակարգի մասին չէ։ Այն փաստացի հնարավորություն է Թուրքիայի համար առաջ մղելու սեփական առաջնահերթությունները, մասնավորապես Հարավային Կովկասում։ Հայաստանը պետք է գիտակցի, որ դեպի Եվրոպա գնացող ճանապարհն անցնում է Թուրքիայով եւ այս փուլում առնվազն պետք է չեզոքություն պահի արևմտյան հարևանի հետ հարաբերություններում։ Մեր մոտ կա այն մոլորությունը, որ մենք կարող ենք արևմուտքի հետ աշխատել շրջանցելով Թուրքիան։ Իսկ ինչ պիտի անի Հայաստանը։ Հայաստանը նաև պիտի այդ հարցում Թուրքիայի հետ համագործակցություն ունենա։ Դա ես դրա մեջ ինչ-որ դրական բան նաև տեսնում եմ մեր ազգային անվտանգության համար։ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան ավելի վերահսկելի է, ավելի կանխատեսելի է, քան ոչ ՆԱՏՕ կամ որևէ միջազգային կամ արևմտյան ռազմական բևեռի անդամ Թուրքիան։ Հայ վերլուծաբանները խոշորացույցի տակ պետք է պահեն Անկարայի գագաթնաժողովի յուրաքանչյուր ձևակերպում, ընդգծում է փորձագետը։ Սևծովի, Ռուսաստանի եւ տարանցիկ միջանցքների վերաբերյալ այնտեղ ամրագրվող ցանկացած կետ ուղիղ ազդեցություն է ունենալու Հայաստանի լոգիստիկ եւ սուվերեն պլանավորման վրա։ Հետևենք գագաթնաժողովում Թուրքիայի մտահոգություններին, որը ինչ մտահոգություններ է հայտնելու։ Քրդական հարցերը կան, իսրայելական էքսպանսիան Սիրիայում եւ առաջխաղացումը կա, այդ բոլորի կողքին մենք պիտի նաև այնպես անենք, որ մենք չհամարվենք Թուրքիայի այդ խնդիրների ցուցակում, որը ինքը դրա շուրջ փորձելու է առևտուր անել ՆԱՏՕ-ի հետ եւ Միացյալ Նահանգների հետ։ Փորձագետների գնահատականները տարբեր են, սակայն նրանք համաձայն են մեկ հարցում։ Անկարայի ռազմաքաղաքական կշիռը ՆԱՏՕ-ում շարունակում է աճել, ուստի Հայաստանի համար կարևոր է ոչ միայն հետևել, թե ինչ որոշումներ կընդունվեն Անկարայում, այլ նաև հասկանալ, թե այդ որոշումներում ինչ տեղ է զբաղեցնելու մեր տարածաշրջանը։
Սեդա Կյուրեղյան, Մհեր Դավթյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Փաշինյանը երկու հայց է ներկայացրել գործարար Սամվել Կարապետյանի եւ Ուժեղ Հայաստան կուսակցության դեմ զրպարտություն համարվող տվյալները հերքելու եւ յուրաքանչյուրով 6 միլիոն դրամ փոխհատուցում վճարելու պահանջով։ Սամվել Կարապետյանի դեմ հայցի առիթ է դարձել 2026 թվականի մայիսի 25-ի հարցազրույցը, որում Կարապետյանը հայտարարել է, որ Փաշինյանը Կանադայում տուն ունի։ Փաշինյանը հայտնել է, թե այդ տեղեկությունը ամբողջությամբ զրպարտություն է, կեղծ է եւ չի համապատասխանում իրականությանը։ Նա պահանջում է հերքում իրականացնել YouTube-ի ալիքում նվազագույնը 200,000 բաժանորդագրություն ունեցող առնվազն 3 լրատվամիջոցներով։ Դատարանը բավարարել է Բագրատ Սրբազանի հայցն ընդդեմ Ստյոպաս Սաֆարյանի զրպարտության համար սահմանելով ոչ նյութական վնասի հատուցում։ Ստյոպաս Սաֆարյանը մի քանի անգամ տարածել է գրառումներ, որտեղ վիրավորական արտահայտություն է վերագրել Բագրատ Սրբազանին, սակայն Սրբազանն այդ արտահայտությունը երբեք չի հնչեցրել։ Տարածված ձայնագրության մեջ տվյալ արտահայտությունն անողը ակնհայտորեն Բագրատ Սրբազանը չէ։ Դատարանն արձանագրել է, որ կա զրպարտություն եւ սահմանել է հատուցում 100,000 դրամ, չնայած հայցվորը պահանջել էր 3 միլիոն դրամ։ ԱՄՆ-ի նոր հարվածների ֆոնին Իրանի զինված ուժերը հայտարարել է փակում է Հորմուզի նեղուցը բոլոր նավերի համար։ Շտաբի հայտարարության համաձայն նեղուցը փակ է բոլոր նավերի, այդ թվում նավատարների եւ առևտրային նավերի համար, անվտանգության նկատառումներից ելնելով։ Իրանի զինվորականները բացատրել են, որ Հորմուզի նեղուցի փակումը պայմանավորված է ԱՄՆ-ի թշնամական գործողություններով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կրկին շատ ուժեղ կհարվածեն Իրանին, ինչպես դա արել են ավելի վաղ։ Միևնույն ժամանակ Միացյալ Նահանգների նախագահն ասել է, որ ցանկանում են իմաստալից գործարք կնքել Իսլամական Հանրապետության հետ եւ պնդել, թե Իրանն արդեն իսկ հրաժարվել է միջուկային զենք ունենալու գաղափարից, եւ դա պետք է ամրագրվի համաձայնագրի միջոցով։ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Եգիպտոսին, Սաուդյան Արաբիային, Քաթարին եւ Արաբական Միացյալ Էմիրություններին հրավիրել են Ֆրանսիայում կայանալիք G7 գագաթնաժողովին։ Քննարկումների կենտրոնական թեմաները կլինեն Իրանի դեմ հակամարտության շուրջ բանակցությունները եւ ճգնաժամը Հորմուզի նեղուցում։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր հարթակներում, ABC լուրերը եթերում կլինի ժամը 15-ին, տաղավարում կաշխատի Սվետլանա Պետրոսյանը։